Տոնական օրերին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցներին կազմակերպելու տոնական օրերին բուժ սպասարկումները։ Վստահեցնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը, ներկայացնելով տոնական օրերին բուժ ոլորտում ունեցած իրավիճակը։ Մեր թեժ գիծը առողջապահության նախարարության անկախ տոներից աշխատել է շուրջօրյա ռեժիմով եւ մենք ստացել ենք մոտավորապես 28 զանգ թեժ գծով, որոնք մեծ մասը տեղեկատվական բնույթի են եղել։ Հիգիենիկ եւ համաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանն էլ անդրադառնալով տոն օրերի վիճակագրությանը վստահեցրեց, որ սննդային թունավորումների եւ վարակիչ հիվանդությունների առումով հանգիստ է եղել։ Խմբակային թունավորման դեպքեր չեն արձանագրվել։ Ունեցել ենք սննդային թունավորման 1 դեպք Լոռու մարզում, բոտուլիզմի 1 դեպք, տնային պայմաններում պատրաստված պահածոն, Շուշանի պահածոն է օգտագործվել, հիվանդի վիճակը բավարար է, ունեցել ենք ալկոհոլի չարաշահման մոտ 15 դեպք, դիմել են բուժօգնության եւ իհարկե հատուկ են դեպքեր արձանագրվել են մարսողական համակարգի խաթարման, հիմնականում օրվա սննդակարգը չպահպանելու հետևանքով, ինչպես նաեւ մի շարք այլ աղիքային վարակիչ հիվանդություններ են հատուկ են արձանագրվել։ Անդրադառնալով հանրապետությունում տիրող համաճարակային իրավիճակին Վանյանն նշեց, որ գրիպի սուր շնչառական հիվանդությունների առումով եւս մինչեւ այսօր համաճարակային իրավիճակը մեր երկրում նորմալ է։ Նախարարության աշխատակազմի ղեկավարը եւս մեկ անգամ ընդգծեց, որ շտապօգնության հանդեպ ազգաբնակչության վստահության աստիճանը թեև բարձրացել է, սակայն շարունակում է չլուծված մնալ մարզային շտապօգնության ծառայության հարցը։ Մարզերի բնակիչները ցավոք ֆիքսված հեռուստակապից 103 զանգահարելով դեռևս չեն կարող կապ հաստատել իրենց բնակավայրի շտապօգնության ծառայության հետ, եւ իրենք հայաստանյան բջջային օպերատորների հետ բանակցություններ են վարում, որպեսզի մարզերի բնակիչներն այսուհետ զանգահարեն եւ միանգամից կապ հաստատեն ոչ թե Երևանի, այլ իրենց բնակավայրերի շտապօգնության հետ։ Տոնական օրերին հունվարի 1-ից 8-ը Երևանի շտապ բուժօգնության ծառայությունն աշխատել է չափից ավելի լարված ժամանակացույցով, քանի որ ինչպես տեղեկացրեց ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը, այս տարի նախորդ 2 տարիների համեմատությամբ 1103 կանչով ավելի են սպասարկել։ 8 օրերի ընթացքում Երևանի շտապօգնությունը գրանցել է 5708 կանչ։ Այս քանակությունից հոսպիտալացվել է 895 հիվանդ։ Մանկական կանչերի թիվը կազմել է 513, հոսպիտալացվել է 118 երեխա։ Թե որ հիվանդություններն են ավելի շատ սպասարկել շտապօգնությունը, դրանց ենք դասում սիրտանոթային հիվանդությունները։ Նրանք կազմել են 1462 դեպք, որոնցից հոսպիտալիզացվել են 269։ Իսկ վերջում բանախոսներն ասուլիս ամփոփեցին հաճելի լուրով։ Հունվարի 1-ից 9 մայրաքաղաքում ծնվել է 447 երեխա։ Անի Մարկոսյան, Հովիկ Գրիգորյան, Սլաքեյեմ։